Զարա Արամյանի անցած ճանապարհը երբեք ուղիղ գիծ չի եղել, այն կազմված էր հիշողություններից, դասերից, երբեմն ցավոտ պահերից, որոնք տարիների ընթացքում վերածվում էին ներքին դիրքորոշման ու արժեքների։ Նրա պատմած դեպքերից մեկը առաջին դասարանում հենց այդպիսի հիշողություն է, որը պատահական դրվագ լինելուց վերածվել է կյանքի նշանավոր կետի։ Դերասանուհի, հաղորդավարուհի Զարա Արամյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է, որ առաջին դասարանում ապտակ է ստացել հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազի կողմից։ Առաջին դասարանում էի և մի օր դասընկերուհուս հետ միասին տուն էի գնում։ Կանգառում ռուսերենով, քանզի ընկերուհիս ռուս էր, բարձր և անհոգ ձայնով բլբլում էի, մեկ էլ հենց ինձ, ոչ թե ընկերուհուս, մոտեցավ մի տարեց մարդ ալեխառն մազերով, մոխրագույն գոտին վերևը կապած թիկնոցով, ձեռքերը մեջքին դրած։ Խիստ հայացքով նայեց ինձ, ուժեղ ապտակեց ու ասաց. «Ինչ է, դու ռուս ես, որ հայերենով չես խոսում» ու դանդաղ, գլուխը զայրույթից թափահարելով հեռացավ։ Զարմանքից, ցավից և ավելի շատ կանգառում կանգնած մարդկանց լռությունից ես բարձր լաց էի լինում։ Հանկարծ ինձ մոտեցավ այս տեսարանի ներկա մի կին ու շատ ջերմ ձայնով ասաց. «Աղջիկ ջան, լաց մի եղիր, ամբողջ կյանքումդ հիշիր, քեզ հենց նոր ընտրեց և ապտակեց մեծն Շիրազը»։ Այդ պահին Զառան չէր կարող հասկանալ ոչ մարդուն, ոչ շարժառիթը, ոչ պահի խորհուրդը, մնաց միայն զարմանքը, ցավը և շրջապատի լռությունը։ Բայց տարիներ անց այդ դրվագը նրա հիշողության մեջ պահպանվեց ոչ որպես վիրավորանք, այլ որպես սթափեցնող հանդիպում լեզվի, ինքնության և պատասխանատվության հետ։ Զարա Արամյանի կյանքում լեզուն միշտ եղել է կարևոր առանցք։ Խոսքը նրա համար երբեք պարզապես արտահայտման միջոց չէր։ Այն արժեք էր, դիրքորոշում, մշակույթ։ Երևի հենց այդ վաղ մանկական հարվածն էր, որ ժամանակի ընթացքում վերածվեց խոր գիտակցման, ինչ է նշանակում խոսել, ինչպես խոսել և ինչ պատասխանատվություն է կրում խոսքը հանրային հարթակում։ Նրա մասնագիտական ուղին ևս կառուցվեց նույն տրամաբանությամբ։ Զառան երբեք չընտրեց հեշտ ճանապարհ։ Նա կարող էր լինել աղմկոտ, սկանդալային, արագ հայտնի, բայց նա ընտրեց բարդը՝ խոսքը։ Նրա հաղորդումները, հարցազրույցները, դերակատարումները միշտ հիմնված էին մարդու հանդեպ հարգանքի վրա։ Նա չէր փորձում նվաստացնել, կոտրել կամ բացահայտել զրուցակցին ամեն գնով։ Նրա հարցերը մտածված էին, երբեմն լուռ, բայց միշտ հասցեական։ Զարա Արամյանը պատկանում էր այն սերնդին, որի համար հանրային խոսքը բարոյական սահմաններ ուներ։ Նա չէր խառնվում աղմուկին, բայց նաև չէր փախչում բարդ թեմաներից։ Նրա ներկայությունը եթերում հիշեցնում էր, որ կարելի է լինել հետաքրքիր, առանց աղմուկի, ազդեցիկ, առանց ճնշման։ Դերասանուհի լինելու փորձը ևս նրա մեջ բացահայտեց մեկ այլ կողմ՝ զգացող, ներքին դիտող մարդուն։ Սակայն անկախ դերից կամ հարթակից Զառան միշտ մնում էր նույնը՝ մտածող, զուսպ, ներսից ձևավորված անհատ։ Նրա անցած ճանապարհը նաև մայրության ճանապարհ էր, և հենց այստեղ է, որ նրա կերպարը դառնում է ամբողջական։ Զարա Արամյանը ոչ միայն հանրային դեմք էր, այլ տանը ներկա, լսող, օրինակ ծառայող մայր։ Նրա դաստիարակության մեջ չկար անունով ճանապարհ բացելու մոտեցում, կային պահանջներ, արժեքներ, ինքնուրույն լինելու խրախուսում։ Այդ ճանապարհը հեշտ չէր, բայց այն ձևավորում էր ինքնություն։ Շիրազի ապտակի պատմությունը տարիներ անց հնչում է ոչ թե որպես սկանդալային դրվագ, այլ որպես ժամանակի մտածողության և արժեքների բախում։ Եվ գուցե հենց այդտեղից էլ սկսվեց Զառա Արամյանի ներքին ճանապարհը՝ լեզվի, խոսքի, ինքնության հանդեպ խոր պատասխանատվության ճանապարհը։ Նրա կյանքը լի էր փորձություններով, բայց երբեք չէր կորցրել իր հիմնական գիծը՝ մարդ մնալը։ Եվ այսօր, երբ այդ ճանապարհն ավարտվել է երկրային իմաստով, այն շարունակում է ապրել հիշողությունների, խոսքերի և փոխանցված արժեքների մեջ։ Զառա Արամյանի անցած ճանապարհը չի ամփոփվում տարեթվերով կամ պաշտոններով, այն ամփոփվում է այն զգացողությամբ, որ նա թողեց իր հետևից՝ արժանապատիվ ներկայության զգացողություն, և դա է ամենաերկար ճանապարհը, որ մարդը կարող է անցնել։
Զարա Արամյանն անցած տարի հարցազրույց էր տվել Թերթեյմ Լայֆին, նշելով, որ իր համար դժվար եւ բարդ է, որովհետեւ իր կյանքի շատ կարեւոր հատված, մոտ 35 տարի շատ ակտիվ է եղել եթերում։ Այնպես է ստացվել, որ հիմա չեմ կարողանում լինել եթերում, ասել էր նա։ Այս տարի լրանալու է 55-ամյակս, 21 տարեկանից եթերում եմ եղել, եւ բարդ է, եւ մյուս կողմից էլ մտածում եմ, որ վաղ թե ուշ պետք է թողնել եթերը, որովհետև մեր երիտասարդներն ավելի լավն են, ազատածին են, կիրթ ու կրեատիվ են, նշել էր մեր զրուցակիցը։ Զարա Արամյանը եթերում չէր, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ կյանքի բավականին բարդ շրջան էր հաղթարում։ Սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ եւ շատ բարդ շրջան եմ անցնում։ Կարող է օգնել միայն սրտի փոխպատվաստումը, բայց ես դրան չեմ գնա։ Ինչքան շնորհել է Աստված, այդքան էլ կապրեմ, ջանում եմ, որ ապրեմ բարի եւ արժանապատիվ։ Խնդիրը լուծված չէ, երբ սուր վիճակ է լինում, պառկում եմ իմ բժշկի Խաչիկ Համբարձումյանի մոտ, սուր վիճակն անցնում է, մինչև սկսվում է հաջորդ սուր վիճակը, Թերթեյմ Լայֆի հետ զրույցում պարզաբանել էր Զարա Արամյանը։ Դիմելով իր հեռուստադիտողին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում գրում եւ անհանգստանում են, Զարա Արամյանն անկեղծացել էր. «Իմ սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ամբողջ կյանքում փորձել եմ ձեզ գոհացնել ու լավ տրամադրություն պարգևել։ Չեմ ուզում տարածված բառեր ասել, բայց իրականում բոլորից շատ սիրում եմ եւ վայելում եմ ձեր սերը, ձեր մտահոգությունն ու անհանգստությունն ինձ ուժ են տալիս։ Մաղթում եմ բոլորիս խաղաղություն թե երկնքում, թե հոգիներում։ Սիրում եմ ձեզ ընդմիշտ, ձեր Զարա Արամյան», ամփոփել էր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Զարա Արամյանը։ Na na na